Հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, պատերազմը ցույց տվեց, որ այն նման չէր 25 տարվա առաջվա պատերազմին, որտեղ կար 3 էլեմենտ՝ հրետանի, տանկ, հրաձգային զենք, մենք ունեինք հրթիռակոծության պատերազմ։ Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի պաշարներից, որ նա կուտակել է, սարսափելի, բացասական ու ոչ մարդկային զինատեսակներ, խոսքս եւ Տոշկաուի մասին է, եւ այսպես կոչված Սոնցեպեկ համակարգի մասին է, խոսքս եւ բանի մասին է, Սմերչի մասին է։ Գիտեք նաեւ, որ գոյություն ունեն նաեւ SS-300 տեսակի հրթիռներ։ Բայց ես ուզում եմ ասել, որ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա այս 3 երկրների շղթայում միայն Հայաստանն է, որ ունի մի բան, որ կարող է անպատասխան մնալ։ Հայաստանը պիտի ստեղծի միջուկային զենքերի կամ մենք պիտի պաշտպանենք։ Դուք ուզում եք մի հատ էլ մեզ ջարդել, բա որ պրարիվացալն էին։ Հաջորդ գրոհին Ադրբեջանը մենք պիտի կերակրենք ստրոնցիումի նախաճաշով։ Եվ մենք այդ հնարավորությունն ունենք։ Մենք ում ենք նայում։ Երբ որ մեր ազգից մարդ չի մնա, մենք այսօր մտածում ենք ճանաչենք թե չէ Ղարաբաղը։ Դուք հասկանում եք, որ եթե ուժները պատի մինչև վերջ գալու են, ու մորթալի են մինչև վերջ։ Դժբախտաբար, թող զբաղվեին դաստիարակի են Ադրբեջանին։ Հələ պահեք մերոնց պահվածքը, տեսեք նրանց պահվածքը 80 տարեկան մարդու ականջներ կտրելով եւ այլն։ Չեք տեսնում, բան չի փոխվում։ Չեք տեսնում, որ բան չի փոխվում։ Եվ մի րոպե էլ դեռ կա։ Եվ ես կարծում եմ նաև մեր արտգործնախարարությունը պետք է մի քիչ վճռական լինի։ Ու ինչքան պետք է ասենք Պետրո արգումենտա, ադրամենտա, այնպես պերսոնալ նոն գրատա հայտարարեք։ Միխայել Սահակաշվիլի հայտարարեք պերսոնալ նոն գրատա։ Առանց մտածելու դուրս է տալիս։ Ինչա դուրս տալիս, իր խնդիրներն ունի Ռուսաստանի հետ։ Ինչա խառնում ես այդ խնդրին։ Բելարուսի արտգործնախարարը ինչա դուրս տալիս։ Հասկացեք ձեզ, ստիպեք ձեզ հարգեն։ Մեզ միենք հարգեն այդ որոշումներից։ Այսօր մենք մի վայրեք մարդու, մի ավանցուրիստի դեմը կանգնել ենք, եթե Հայաստանը չեն այդ ավանցուրն գնալու հասնելու մինչև ուր։ Անդադ մեր կյանքի հաշվին 100 տարի առաջ էլ էր նույնը, 170 տարի առաջ էլ էր նույնը, հիմա էլ է նույնը։ Հիմա փառք Աստծո, կա պետություն։ Միակ ամենակարևոր բանը, որ կա պետություն, եթե միասնական կապ չունի, 20 անգամ քիչ են, 10 կգացենք, չեն կարող հաղթել։ Մանավանդ ունենք այն տեխնիկական հնարավորությունները, որ տեղը գտնենք Ադրբեջանին, եւ թող այս ելույթից հետո ամբողջ Եվրոպան չգիտեմ արևմուտքը կամ նույնիսկ Ռուսաստանը խոսեն, թե ինչ են խոսում Հայաստանում։ Նորմալ բաներ են խոսում։ Մենք արժանի ենք հարգանքի։ Մենք ենք այդ ոհմակը պահել 500 տարի։ Այլապես ամբողջ Եվրոպան ու հարավով հյուսով մենք հիմա գիտենք որ ազգերով էր բնակեցված։ Շնորհակալություն։